Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Նախորդին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանին հարձակվելու նպատակով Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հաղորդում է իրանական պետական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։ Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգությանը վերաբերող բոլոր ասպեկտներին եւ ընդգծել է ստացված տեղեկատվությունը թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը։ Իրանը միշտ հավատարիմ է եղել բարիդրացիական քաղաքականությանը եւ կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ընդգծել է նա։ Իր հերթին Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն կտրականապես բացառում է իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը հարվածելու համար։ Մենք Իրանը համարում ենք բարեկամական եւ եղբայրական պետություն եւ թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի այս սկզբունքին հակասող նպատակներով, նշել է Ադրբեջանի ղեկավարը։ Միևնույն ժամանակ երեկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի պետական հեռուստա ռադիոընկերությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չի եկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում, բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ համաձայնության կամ պայմանավորվածություն չի եղել։ Այս հարցի շուրջ որևէ խոստում չի տրվել եւ որևէ քննարկում չի անցկացվել, ասել է Արաղչին։ Նա նաև նշել է, որ Իրանը ամերիկացիների հետ շփվելու տհաճ փորձ է ունեցել եւ նրանք դավաճանեցին բանակցությունները գործընթացի կեսին։ Նրա խոսքով այս փորձը կազդի Թեհրանի ապագա որոշումների վրա, սակայն նա հավելել է նաև, որ որոշումը ի վերջո կկայացվի Իրանի ժողովրդի բարեկեցությունը հաշվի առնելով, այլ ոչ թե հույզերի հիման վրա։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասվել են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից, հավելելով, որ հարձակումները լուրջ հարված են հասցրել ոչ միայն ենթակառուցվածքներին, այլև դիվանագիտական ջանքերին։ Նա նշել է, որ հարվածները վնասակար հարված են հասցրել միջազգային իրավունքին, էթիկային եւ դիվանագիտությանը։ Բաղային նշել է, որ չնայած Իրանը չի հրաժարվել դիվանագիտությունից, այն կասկածի տակ է դնում արևմտյան կառավարությունների մտադրությունները։ Նրանք խոսում են երկխոսության եւ դիվանագիտության մասին, բայց միևնույն ժամանակ ագրեսիայի գործողություններ են իրականացնում։ Այս հակասությունները միայն ավելի ու ավելի շատ խնդիրներ են ստեղծել, ասել է նա։ Հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, Բաղային պատասխանել է, որ Թեհրանը առայժմ կենտրոնացած է ներքին անվտանգության եւ հարձակումներից հետո հասարակության զայրույթի վրա։ Մենք ոչինչ չունենք ասելու դիվանագիտական կամ բանակցությունների վերաբերող այդ բացասական եւ հակասական դիտողությունների վերաբերյալ։ Մենք պետք է համոզվենք, թե արդյոք մյուս կողմերը իսկապես լուրջ են, երբ խոսում են դիվանագիտության մասին, թե դա կրկին նրանց մարտավարության մի մասն է ավելի շատ խնդիրներ ստեղծելու տարածաշրջանի եւ իմ երկրի համար։ Նա նաև պաշտպանել է Իրանի քայլը դադարեցնելու ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը, ասելով, որ խորհրդարանի որոշումը ագրեսիայի ուղղակի եւ բնական արձագանք էր։ Չեք կարծում, որ բնական է, որ այն ազգի ներկայացուցիչները, որ ենթարկվել է ագրեսիայի կոպիտ ակտի, վերանայեն իրենց վերաբերմունքը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ասել է Բաղային։ Նա նաև հավելել է, որ Իրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը մնում է անձեռնմխելի եւ անքննարկելի համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Իրանը պատրաստ է պահպանել այդ իրավունքը ցանկացած հանգամանքներում, ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հիմնվելով նախնական հետախուզական գնահատականների վրա հայտնել էին, որ ամերիկյան հարվածները պարզապես մի քանի ամսով հետ են մղել Իրանի առաջընթացը միջուկային զենքի ստեղծման գործում։ Ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ քննադատել էր այդ լրատվամիջոցներին հետախուզական նախնական տվյալների հրապարակման համար, որոնց համաձայն Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել։ Եվ այս պահին զրուցելու եմ իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Պարոն Բերուջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բերուջանյան, անդրադառնանք Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցին եւ այնտեղ արված կոնկրետ այսպես քննադատությանը, ինչ է սա նշանակում, որքան էլ Ալիևը պնդում է, որ իր օդային տարածքով որևէ գործողություն չի իրականացվել, որքանով է դա համոզիչ, համեցեք։
Պատերազմի հենց 12 օրվա պատերազմի ընթացքում նման լուրեր տարածվեցին, հիմնականում դրանք պաշտոնական լրատվականների կողմից չէին տարածվում եւ փորձագետներ, տարբեր լրատվականներ, որոնք ավելի չեզոք հայտնություն, ավելի քիչ հայտնություն ունեն, այսպես ասենք, տարածեցին լուրեր, որ հենց Իրանի հյուսիսային շրջանների վրա հարձակումները նաև Ադրբեջանի տարածքից եկող անօդաչու թռչող սարքերի միջոցով է տեղի ունենում, սակայն նման լուրերը Իրանի պաշտոնական լրատվականները եւ հենց բարձրաստիճան պաշտոնյաները հերքում էին եւ ասելով, որ նման տեղեկություններ չկան եւ հենց երեկ էլ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցից հետո իրանական կողմի պաշտոնական հայտարարությունում նշվեց, որ Փեզեշքյանը նշել է, որ իրենք հենց հետևելու են հետախուզություն են անելու եւ նայելու են, թե արդյոք նման լուրերը այսինքն Փեզեշքյանի հայտարարությունը նրան է ուղղված, որ ինքը այդ լուրերի հետևից է գնալու, այլ ոչ թե հետախուզելու են այն արդյոք եղել է նման բան, թե չէ, ավելի շատ այստեղ Փեզեշքյանի մտադրությունը խոսում այն մասին, որ ինքը Ալիևին ասում է, մենք լուրերի այդ տարածողների հետևից են գնալու, կարծում եմ, որ հենց սա քաղաքական հայտարարություններ ցույց տալու, որ իրանական կողմը, բարձրաստիճան պաշտոնյաները նման մտահոգություն չունեն, բայց այնուամենայնիվ խնդիրը այն է, որ Ադրբեջանը եւ Իսրայելը ունեն շատ սերտ հարաբերություններ նաև ռազմական ոլորտում եւ չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ Ադրբեջանի տարածքը նաև օգտագործվի որպես տարածք Իրանի դեմ հարձակվելու համար, սակայն այնուամենայնիվ չկան կոնկրետ փաստեր այժմ, որ այս 12 օրվա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի օդային տարածքից կամ ադրբեջանի տարածքից ինչ-որ հարձակում է տեղի ունեցել, ընդհակառակը իրանական կողմը իր պաշտոնական հայտարարություններում նշում էր, որ Իսրայելի հարձակումները հիմնականում Իրանի արևմտյան մասերից են տեղ ունենում եւ Իրաքի օդային տարածքի մասին են հենց խոսում։ Պարոն Բերուջանյան, արդյոք լարվածություն կլինի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, հաշվի առնելով այն կասկածները, որ ըստ էության Իրանն է հայտնում Ադրբեջանին։ Եթե ընդհանուր նայենք Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բնույթին, ապա տարբեր շրջաններում, տարբեր ժամանակահատվածում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ըստ իրավիճակի կարող են թե սրվել եւ թե բարիդրացիական հարաբերությունների որակ ստանալ, այժմ, քանի որ մի քանի տարի առաջ եւ այս տարիների ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը նվազել էր, կապված մի շարք պատճառներով, թե հիշում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում տեղի ունեցավ, դրանից հետո նաեւ Հարավային Կովկասում տարբեր մտահոգություններ, որոնք կապված էին հայ-ադրբեջանական հակամարտության հետ, որոնք հակասում էր հենց Ադրբեջանի շահերին, Իրանի հայտարարություններից հետո նկատվում էր Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների մակարդակի նվազում, սակայն վերջին ամիսներին այդ հարաբերությունները կարծես լավացել են, նաեւ դեսպանատները արդեն գործարկել են իրենց աշխատանքը եւ կարծում եմ, որ երկու կողմն էլ փորձելու են այս հարաբերությունների մակարդակը դինամիկան, որ այս պահին կա, պահպանել եւ քանի որ նաեւ հրադադար է հաստատվել, կարծում եմ, թե ադրբեջանական եւ թե իրանական կողմին այս պահին կողմերի համար շահավետ չէ, որպեսզի հարաբերությունները սրվեն։ Կարծում եմ, որ հենց այս հայտարարությունները դրան են միտված ավելի շատ այս կարգավորելու, քան ինչ-որ պառակտում մտցնելու համար։ Պարոն Բերուջանյան, ինչպես կզարգանան Իրան-Արևմուտք հարաբերությունները, կլինեն նոր միջուկային բանակցություններ, թե ձեր գնահատմամբ Իրանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի իր միջուկային ծրագրի հարցում։
Եթե նայենք այն փուլերին, որ միջև պատերազմը տեղի ունեցավ, 5 փուլ բանակցություններ տեղի ունեցան, անուղղակի բանակցություններ էին, բայց կողմերը հայտարարում էին, ԱՄՆ-ն եւ Իրանը հայտարարում էին, որ ինչ-որ ընդհանուր ըմբռնման են եկել, բայց պատերազմը ցույց տվեց, որ այնուամենայնիվ կողմերը ընդհանուր համաձայնության չէին եկել այդ բանակցությունների ընթացքում եւ այս հակասությունները, որ հենց միջուկային ծրագրին են վերաբերում, հասցրեցին նրան, որ Իսրայելը հարձակվեց հենց միջուկային օբյեկտների վրա, իսկ ԱՄՆ-ն էլ վերջնական այս հարվածը հասցրեց, տարբեր ճիշտ է հասցված վնասների մասին տարբեր կարծիքներ կան եւ կարծում եմ, որ այդ նաեւ լրատվամիջոցները այն լրատվամիջոցների կողմից են տարածվում, որոնք եթե օրինակ նայենք ԱՄՆ լրատվամիջոցները, ապա CNN-ը տարածում է լուրեր, որ միջուկային օբյեկտներին մեծ վնաս չեն հասցրել, բայց գիտենք, որ CNN-ն էլ ընդդիմադիր դիրքորոշում ունի հանրապետականների նկատմամբ, այստեղ ավելի շատ ինչ-որ հիբրիդային բազմաշերտ պատերազմի մաս են սրանք, նաև երբ տարբեր լուրեր ըստ իրենց շահերի է օգտագործվում, կարծում եմ, որ իրանական միջուկային օբյեկտներին այնուամենայնիվ ենթակառուցվածքային առումով վնաս հասցվել է, սակայն Թրամփի նշած հիմնահատակ այս վերացումը կարծում եմ մի քիչ ավելի ճոխացված լինի եւ չնայած իրանական կողմն էլ ասում է, որ միջուկային օբյեկտներին մեծ վնաս չեն հասցվել, այնուամենայնիվ այս պատերազմը ցույց տվեց, որ Իսրայելը շատ մեծ ներուժ ունի օդում եւ կարողանում է տարբեր թիրախների հարվածել եւ այս իրանական կողմում այդ վերարժևորելու կարիք կա, վերագնահատելու, թե ինչպես եղավ, որ իսրայելական կողմը կարողացավ այս հանկարծակի բերել, իսկ ինչ վերաբերում է Արևմուտքի եւ Իրանի միջև այս բանակցությունների վերսկսմանը, կարծում եմ, որ այս ամբողջության մեջ պետք է նայել, թե արդյոք հրադադարը երկար կտևի, քանի որ հրադադարը զուտ կողմերի միջև պայմանավորվածություն չկա եւ ուղղակի կողմերը հայտարարեցին, որ համաձայն են հրադադարի, բայց քանի դեռ չի սկսվել բանակցություններ, քանի դեռ չկա համաձայնագիր, կարծում եմ, որ պատերազմի վերսկսման վտանգը այս պահին շատ հնարավոր է եւ իրանական կողմն էլ նշում է, որ իրենք այս միջուկային ծրագրի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու են եւ այն պարտավորությունները, որ միջ այս անում էին, դրանց հրաժարվելու են, դուրս են գալու նաեւ ՄԱԳԱՏԵ-ի այս համաձայնագրերից, սակայն կարծում եմ, որ իրանական կողմը նման հայտարարություններ է անում, ցույց տալու, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է եղել եւ հենց Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածները միջազգային օրենքների խախտում են, ԱՄՆ-ն էլ սրանով այս հարված հասցնելու միջուկային օբյեկտներին իր հիմնական նպատակը կարծես թե լուծում է այս միջուկային օբյեկտների չեզոքացում եւ նաեւ որոշ ժամանակ հետ գցում, ճիշտ է խոսում է 2-3 ամիսների մասին, բայց կարծում եմ, որ այլ ավելի երկար ժամանակով են հետ գցել եւ այս ընթացքում եթե բանակցություններ վերսկսվեն, ապա իրանական կողմի դիրքերը մի փոքր կարծում եմ նվազած կլինեն եւ արդեն ավելի շահեկան դիրքերում կլինի ԱՄՆ-ն եւ կփորձի Թրամփի այս վարչակազմը իր պարտադրանքները ներկայացնել Իրանին եւ հենց համաձայնագրում էլ արդեն շատ մեծ զիջումներ պարտադրել Իրանին։ Շնորհակալ եմ պարոն Բերուջանյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցումը իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։